նման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե ոչ բացում։ Ես որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որտեղ ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ու սա իմ համար ուղղակի խոսքեր չեն, ես դա կարող եմ ասել հենվելով փորձի վրա, որովհետև 2021 թվականից սկսած պատերազմի ավարտի օրվանից սկսված եւ երևի պատերազմի օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից եւ տարբեր կողմերից եղել է գեր եւ կարեւոր նպատակ։ Ինչու է Փաշինյանը անցանկալի Ռուսաստանի համար։ Ինչու ասել որ անցանկալի։ Ցանկալի է։ Մեզ հակառակն են ասում։ Բա ինչ են ուզում իշխանական։ Ով է ասում։ Մեզ հակառակն են ասում։ Մեր գործընկերները, մեզ հակառակն են ասում։ Իսկ այդ Ռուսաստանից Ես չգիտեմ, ես պատասխանը չեմ տալիս։ Ես ասում եմ մեզ հակառակն են ասում։ Եթե հակառակ չեք դու իշխանական։ Որովհետև տեսեք, նախ եւ առաջ շատ վատ օրինակ է պոստսովետական տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, հա, պոստսովետական տարածքում եւ դա վատ օրինակ է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության եւ իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում եւ այդ բարձրացումը բնական է ոչ բոլորին է դուրս գալիս, որովհետեւ Հայաստանը պետք է լինի միշտ կախված ինչ որ կենտրոնից, Հայաստանը պետք է միշտ ունենա մեծ եղբայր, որևիցե դեմքով Հայաստանը պետք է միշտ նայի, այդքան էլ ճիշտ։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, հարկաստում մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամենին, ինչ որ մենք բացաձայն ասում ենք եւ ինքն էլ մեզից լավ հաճախ գիտի դրա մասին, եւ դա հաճելի տարբերակ չի, որովհետեւ կառավարելի չի այդքան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Պետք է չէ որ Հայաստանը մակում, տարբեր տեղերում քվեարկի այն ձևով, որ ուզում են այս կամ այն պետությունները պաշտպանի շահեր, պաշտպանի պատերազմներ, պաշտպանի տարբեր իրականություններ, իսկ Հայաստանը ինքնուրույն որոշում կայացնում։ Եվ դա հանգեցրեց այս իրավիճակին, ասում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ հիմա այլևս այդ քայլերը անելուց հետո մի հատ էլ Ռուսաստանին ասում ենք սա ինչի չեք անում մեր համար, այն մեկը ինչի չեք անում։ Քոչարյանը կարծում է, որ եթե մենք այդ ուղղությամբ համագործակցենք նրանց հետ, նաև իրենցից կկարողանանք ինչ որ ակնկալիքներ ունենալ։ Դուք Սա ինչպես եք մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում։ Ինչ փաստեր ունեք։ Դա իմ կարծիքն է, ես փաստեր չոր փաստեր ունեմ, կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է։ Քաղաքական հայտարարության անվան տակ Ես տեսնում եմ այն գործունեությունը, այն տեքստերը եւ այն հայտարարությունները, որոնք արվում են իր կողմից, եւ դա իմ քաղաքական գնահատականն է, որ երբ որ դու հայտարարություն ես անում, որը կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ որ քո խմբակցության անդամները ելույթներ ունենում, որոնք որ համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել եւ տեսեք, օրինակ, ես ներողություն եմ խնդրում, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Ես ձեզ շնորհակալ եմ։ Կարելի է ես իմ կարծիքը արտահայտեմ, հետո Կարինե ջան կգաք, ձեզ կհարցնեմ, կասեմ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, բայց վերջացնեմ էլի, հա, պատասխանը։ Եվ նաեւ գաղտնիք չէ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կողմից սատարված եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը, Ռուսաստան, Բելարուս միութենական կազմի մեջ եւ սենց բազմաթիվ օրինակներ կան, որ ինձ թույլ է տալիս նման պնդում անել եւ վերադառնալ Կարինեի հարցին, խնդրեմ, հարց եք տալիս։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է։ Այո, եւ շատ կարծիքներ կան, ընդդիմախոսներ դեր ասում են, որ թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանն է, բոլոր իրենց պահանջները մտցրել է խաղաղության պայմանագիր, նույն սահմանադրության փոփոխությունը եւ այլն, ամեն ինչը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, այսպես շահերը սպասարկելու, որպեսզի այստեղ հաճախ հենց այդ նույն մարդիկ, ովքեր նման մեղադրանքներ են արտահայտում, իրենք իրենց հակասում են։ Մեկ մի բան են ասում, մեկ մյուս բան են ասում, բայց ակնհայտ է, որ
Հայաստանի Հանրապետությանը ներքաշել որևիցե պատերազմի, որևիցե տարածքային պահանջների, հարևան երկրների նկատմամբ, դա հենց այն գաղափարն է, որը որ արվում է, որպեսզի լեգիտիմ իրավունք եւ լեգիտիմ առիթ ստեղծվի Հայաստանի Հանրապետության վրա հարձակում գործելու, ինչպես նաեւ ակնհայտ է, որ հենց ձեր նշած Մարդու Ալիևի հայտարարություններից, որ ինքը դժգոհում է հայկական կողմից եւ ինքը դժգոհում է այն գործընթացներից, որոնք որ գոյություն ունի, անընդհատ հոխորտում է եւ այլն, որը որ ձեր ասացի ուղիղ հակառակի։ Պահանջները չի ընդունվում, դրա համար է դա։ Հիմա պահանջները ընդունվում է, թե պահանջները չի ընդունվում։ Հիմա դուք ներողություն։ Ուրեմն, հիմա եկեք կողմնորոշվենք, կամ պահանջները չեն ընդունվում, կամ պահանջները ընդունվում։ Ընդունվում են նոր պահանջներ են առաջ։ Հա, այսինքն օրինակ Միջանցքի պահանջները ընդունվեց։ Չէ, նկատի ունեմ։ Չէ, ընդունվեց թե չէ, մի ասեք։ Օրինակ իրանց հետ ընդունվեց, դա մեզ էր, դա մեր ներողություն եմ խնդրում, նախ եւ առաջ, ընդունվեց թե չընդունվեց պահանջները։ Եղավ Միջանցք թե չեղավ, ընդունվեց թե ոչ։ Ընդունվեց Միջանցքը թե ոչ, այո թե ոչ, դժվար է պատասխանել։ Ասում եմ իհարկե ոչ։ Ընդունվեց թե չընդունվեց։ Հոխորտանքները կան, դժգոհությունները կան թե չկան։ Խոսացեք, այդպես հարցը տալիս եք պատասխան։ Լավ, գործընթացը դե ասեմ, վերադառնանք, իսկ ով ասեց, իսկ ինչի՞ եք դուք էլի մնացել ձեր այդ ներողություն եմ հայտնում այդ արտահայտության համար այդ փուչիկի մեջ, որ այդ պետք է միայն Ադրբեջանի։ Դա Հայաստանի Հանրապետության այն բանը, ինչ որ մենք ստացել ենք իրանցի այդ Տավուշի մարզի այդ կտորի սահմանազատման շնորհիվ Հայաստանի Հանրապետության անկախության հիմնաքարերից մեկն է։ Մենք ստացել ենք սահման, որը որ ճանաչված է երկու կողմից։ Մենք ստացել ենք շարունակվում է։ Մենք ներողություն կարամ վերջացնենք։ Հենց հիմա կդա եւս մեկ անգամ զգուշացնում եմ, որևիցե մեկի կողմից ինձ ընդհատվեց տեղում դադարեցնել եմ այս զրույցը։ Մենք ստացանք սահման, որը որ ճանաչվել է հակառակորդ կողմից։ Մենք ստացանք սահման, որտեղ կանգնած են սահմանապահները եւ որտեղ որ ավելի ապահով է, քան այն մասերում, որը որ դեռ որևիցե ձևով սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, անդրադառնալով ձեր հարցին, process-ը շարունակվում է, հիմա քննարկվում է այն մասերը, որտեղ որ հետագայում շարունակություն է լինելու եւ ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ այդ process-ը մենք ավարտին ենք հասցնելու եւ ֆիքսել ենք նաեւ, որ այդ process-ը տեղի ունենալու Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման։